Ողջույն բոլորին, US Armedian սկսում է աշխատանքային օրը առավոտյան եւ 3 երեկոյան մի քանի կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել եւ օրվա առաջին հատվածի լուրերի անհրաժեշտություն առաջացավ։ Ավանդական երեկոյան թողարկումը չի փոփոխվի եւ ալիքում կլինի երեկոյան 8-ին։ Սկսենք հրատապ լուրով։ Հյուսիսային Կարոլինայի Ստեյթսվիլ քաղաքում բիզնես ինքնաթիռ է կործանվել, դեպքը տեղի ունեցել առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:20-ին վայրեջքի ժամանակ։ ԱՄՆ դաշնային ավիացիայի վարչության FAA-ի տվյալներով ինքնաթիռում եղել է 6 մարդ։ Հանրային գրացումների համաձայն ինքնաթիռը պատկանում է NASCAR-ի հայտնի ավտոարշավորդ Գրեգ Պիֆլին։ Այս պայդրությամբ հայտնի չէ, թե ովքեր են իրականում եղել ինքնաթիռում։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ արտակարգ ծառայություններ, օդանավակայանին հարակից ճանապարհները փակվել են։ Մոտակայքում գտնվող Lakewood գոլֆի ակումբի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ինքնաթիռը վայրեջքի պահին եղել է չափազանց ցածր բարձրության վրա։ Դեպքի պահին օդանավակայանում արկա է եղել մառախուղ, սակայն առայժմ պարզ չէ արդյոք եղանակային պայմաններն են դեր խաղացել վթարի առաջացման մեջ։ Ստեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանը գտնվում է Շարլոտ քաղաքից մոտ 45 մղոն, շուրջ 72 կիլոմետր դեպի հյուսիս, եւ ըստ օդանավականի պաշտոնական կայքի տրամադրում է կորպորատիվ ավիացիոն ծառայություններ Fortune 500 ընկերությունների եւ NASCAR-ի մի քանի թիմերի համար։ Դեպքի հանգամանքները հետաքննվում են ԱՄՆ ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի եւ դաշնային ավիացիայի վարչության կողմից։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը իրավական պատասխանատվություն է կրում հունվարին Վաշինգտոնում Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում տեղի ունեցած մահաբեր ավիավթարի համար։ ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի եւ American Airlines ավիաընկերության տարածաշրջանային ուղևորատար ինքնաթիռի բախման հետևանքով զոհվել էր 67 մարդ։ Կառավարությունն ընդունել է, որ խախտել է իր պարտավորությունը, ինչը հանգեցրել է վթարին, թեև նշել են, որ երկու օդաչուներն էլ չեն պահպանել անհրաժեշտ գոնությունը։ Արդարադատության նախարարության տվյալներով օդային երթևեկության վերահսկիչը նույնպես չի կատարել դաշնային ավիացիայի վարչության FAA-ի հրանգը։ Այդ երկու պետական կառույցների գործողությունների արդյունքում, ըստ հայտարարության, Միացյալ Նահանգները պատասխանատու է վնասների փոխհատուցման համար։ FAA-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Զոհերի ընտանիքների փաստաբան Ռոբերտ Քլիֆորդը նշել է, որ ներկայացված փաստաթուղթը ցույց է տալիս, կառավարությունն ընդունում է ինչպես բանակի դերակատարումը, այնպես էլ FAA-ի ընթացակարգային ձախողումները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կառավարությունը միակ մեղավոր կողմը չէ եւ պատասխանատվությունը կիսում են նաեւ այլ կողմեր։ American Airlines-ն էլ դիմել է դատարանին պահանջելով իրեն բացառել դատական հայցից, քանի որ իրական պատասխանատվությունը փաստացի կրում է ԱՄՆ կառավարությունը։ Վթարից հետո մարտին FAA-ը սահմանափակել է ուղղաթիռների թռիչքներն այն տարածքներում, որտեղ անվտանգության քննիչները դրան գնահատել էին որպես լուրջ վտանգ քաղաքացիական օդանավերի համար։ ԱՄՆ Սենատը միաձայնել ընդունել է նոր օրենք, որը խստացնում է ռազմական ուղղաթիռների թռիչքների անվտանգության կանոնները։ Շնորհակալ եմ ալիքին բաժանորդագրվելու համար, իսկ եթե դեռևս չեք բաժանորդագրվել, ապա բաց մի թողեք մեզ միանալու եւ աջակցելու ձեր հնարավորությունը օգնելով մեզ շարունակաբար զարգանալ ու առաջ շարժվել։ Լուրերը շարունակենք։ Նախագահ Դոնալդ Թրամփը 3 երեկոյան 20 րոպեանոց ելույթում գովաբանել է իր պաշտոնավարման առաջին տարին, հիմնականում երկրի տնտեսական վիճակի համար մեղադրելով դեմոկրատներին եւ նախորդ Ջո Բայդենին։ 11 ամիս առաջ ես ժառանգել էի քաոս եւ հիմա ես այն կարգի եմ բերում, հայտարարել է Թրամփը։ Միացյալ Նահանգներում սպառողական գները շարունակում են աճել եւ Թրամփը, ինչպես նախկինում Բայդենը, դժվարանում է համոզել ամերիկացիներին, որ տնտեսությունը առողջ վիճակում է։ Ընդ որում դա տեղի ունենում այն պայմաններում, երբ հանրապետական կուսակցությանը հաջորդ տարի սպասվում է բարդ միջանկյալ ընտրական շրջան։ Դեմոկրատներն ակտիվորեն շեշտում են կյանքի թանկացման խնդիրները եւ առողջապահական քաղաքականության տարբերությունները, իշխանությունը բնականաբար հետ վերցնելու նպատակով։ Այնուամենայնիվ, Թրամփը ներկայացրել է քիչ նոր քաղաքական նախաձեռնություններ բարձր գների հարցում։ Փոխարենը նա մեղադրել է Բայդենին, նախկին առևտրային համաձայնագրերին, ներգաղթյալներին եւ այն, ինչն ինքն անվանել է կոռումպացված համակարգ։ Նախագահը, որը հաճախ դժգոհում է, որ իր ձեռքբերումները պատշաճ գնահատականի չեն արժանանում, բարձր է գնահատել վարչակազմի աշխատանքը սահմանային անցումների կրճատման ուղղությամբ, ինչպես նաև վկայակոչել է որոշ ապրանքների, օրինակ ձվի գների նվազեցման մասին տվյալները։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ ընդհանուր առմամբ գները շարունակում են բարձր մնալ։ Թրամփը նաև հայտարարել է զինվորի դիվիդենտի մասին, որը նախատեսում է առաջիկա շաբաթվա ընթացքում վճարել 1.45 միլիոն ամերիկացի զինծառայողների յուրաքանչյուրին $1776 չափով։ Այս թիվը խորհրդանշում է 1776 թվականը Միացյալ Նահանգների անկախության հռչակման տարին։ Նա նաև խոստացել է իրականացնել բնակարանային բարեփոխումներ եւ նվազեցնել տոկոսադրույքները, հայտարարելով, որ շուտով կնշանակի դաշնային պաուստային համակարգի նոր նախագահ։ Շուտով կհայտարարեմ դաշնային պաուստային համակարգի հաջորդ նախագահի մասին, մեկին, ով խորապես հավատում է զգալիորեն ավելի ցածր տոկոսադրույքներին։ Նոր տարում ես կներկայացնեմ Ամերիկայի պատմության ամենաակտիվ բնակարանային բարեփոխումների ծրագրերից մի քանիսը, նշել է նախագահը։
Վերջերս հրապարակված հարցման համաձայն Միացյալ Նահանգների չափահասների միայն 33%-ն է հավանություն տալիս այն գործիքը կազմին, որով Թրամփը վարում է տնտեսական քաղաքականությունը։ Նախագահի վարկանիշը հաճախ դիտարկվում է որպես ընտրական հեռանկարների կարևոր ցուցիչ։ Վերլուծաբանների կարծիքով դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման 4 տարիների ընթացքում բարձր գնաճը նպաստեց, որ Թրամփը նախորդ տարվա ընտրություններում հաղթեց փոխնախագահ Քամալա Հարիսին։ Սակայն Թրամփի այս տարվա մաքսային քաղաքականությունը ստեղծել է անորոշություն եւ բարձրացրել է գները տնտեսությունում, որն արդեն գրեթե 1 տարի գտնվում է նրա վարչակազմի վերահսկողության ներքո։ Սպիտակ տունը նախագահական փառքի քայլուղում տեղադրել է նոր հուշատախտակներ, կրկին իհարկե խախտելով ավանդույթները։ Դրանք տեղադրվել են Նովադաձև գրասենյակի եւ հարավային Սիզամարգի միջև գտնվող միջանցքներում եւ կտրուկ քննադատում են Միացյալ Նահանգների նախկին որոշ նախագահների։ Ավանդաբար Սպիտակ տունը դիտարկվում է որպես ազգային միասնության խորհրդանիշ, սակայն այս նոր ավելացումները արտացոլում են Դոնալդ Թրամփի հականախկինային քաղաքական ոճը, եթե այդ բառը կարելի է օգտագործել, եւ պատմության վերանայման նկատմամբ նրա հակումը։ Ջո Բայդենին վերաբերող հուշատախտակներից մեկը նրան անվանում է Ամերիկայի պատմության ամենավատ նախագահ ու պնդում, թե նա հաղթել է ամենակոռումպացված ընտրություններում։ Բայդենը ներկայացված է ոչ թե պաշտոնական դիմանկարով, ինչի մասին նախկինում խոսել ենք, այլ ինքնագրիչի պատկերով, սարք, որը կրկնօրինակում է ստորագրությունները։ Մեկ այլ հուշատախտակ Բարաք Հուսեյն Օբամային բնութագրում է Միացյալ Նահանգների պատմության ամենապառակտիչ քաղաքական գործիչներից մեկը։ Նույնիսկ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրսերը հանրապետական էր, բայց ոչ Թրամփի աջակից։ Քննադատվում է Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմներ սկսելու համար, որոնք ըստ հուշատախտակի պետք է տեղի չունենային։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ հուշատախտակները նկարագրում են յուրաքանչյուր նախագահի ժառանգությունը, հավելելով, որ դրանցից շատերը անձամբ Թրամփի կողմից են գրված։ Եվ Միացյալ Նահանգներ միջազգային հարաբերություններ թեմաներով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ ընթացող բանակցությունների առանցքային թեման մնում է այսպես կոչված ռեպարացիոն վարկը, որը նախատեսվում է տրամադրել Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին։ Նրա խոսքով Ուկրաինան չի կարող թույլ տալ, որ հաջորդ տարվա ֆինանսական հեռանկարների շուրջ անորոշությունը պահպանվի, քանի որ դա ուղղակի սպառնալիք է երկրի գոյատևմանը։ Զելենսկին նշել է, որ առանց արտաքին ֆինանսավորման Ուկրաինան կարող է բախվել առնվազն 45-ից 50 միլիարդ դոլարի բյուջետային դեֆիցիտի, ինչը կազդի ոչ միայն ռազմաճակատի, այլև երկրի պաշտպանունակության, տնտեսության եւ պետական կառավարման վրա։ Նրա խոսքով Ռուսաստանից հնչող ազդակները ներկայում ավելի շատ խոսում են պատերազմի շարունակման, քան խաղաղության մասին, եւ այդ պայմաններում Ուկրաինան պարտավոր է ուժեղ մնալ։ Ուկրաինայի նախագահը համաձայնել է եվրոպացի առաջնորդների այն տեսակետին, որ այսօր Ուկրաինային չաջակցելը վաղը կարող է Եվրոպային կանգնեցնել շատ ավելի ծանր գնի առաջ։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան չդիմանա, ապա Եվրոպան ստիպված կլինի վճարել ոչ թե գումարով, այլ անվտանգությամբ։ Զելենսկին անդրադարձել է նաեւ Միացյալ Նահանգների ընթացող բանակցություններին, նշելով, որ դիվանագիտական շփումներում որոշակի առաջընթաց կա, սակայն անվտանգության երաշխիքների հարցում դեռ կան չպարզված կետեր։ Նա ընդգծել է, որ պատերազմի իրական ավարտը հնարավոր չէ առանց հստակ եւ իրավականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների, հատկապես Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը ներառում է Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից, որը ամրագրված է նրանց սահմանադրության մեջ։ Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակում է մնալ երկրի ռազմավարական նպատակներից մեկը եւ ընդգծել է, որ երկրի սահմանադրությունը փոփոխելու հարց չի քննարկվում։ Նրա խոսքով Ուկրաինայի անվտանգության հարցերը չեն կարող լուծվել երրորդ երկրների ճնշման կամ Ռուսաստանի պահանջների ներքո։ Նաև նա հավելել է, որ որոշ զգայուն հարցեր, ներառյալ Դոնբասը եւ ռուսական օկուպացիայի տակ գտնվող ատոմակայանը, դեռևս մնում են չլուծված հարց։ Ավելի քան 2 ամիս անց այն բանից հետո, երբ Իսրայելը եւ Համասը համաձայնության եկան հրադադարի շուրջ դադարեցնելով Գազայում 2 տարի շարունակվող կործանարար պատերազմը, մարտական գործողությունների մեծ մասը իհարկե դադարել է։ Սակայն լարվածությունը պահպանվում է, քանի որ կողմերը միմյանց մեղադրում են համաձայնագրի խախտման մեջ։ Իսկ խաղաղ գործընթացի ամենաբարդ փուլերը դեռևս մնում են չլուծված։ Հրադադարի քայլերը ներկայացված են 3 փաստաթղթերում։ 20 կետից բաղկացած ծրագիրը, որը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին, նախատեսում է Համասի զինաթափում, Գազայում նրա կառավարման դերի վերացում եւ Իսրայելի զորքերի դուրսբերում տարածքից։ Սակայն այդ կետերը ամբողջությամբ համաձայնեցված չեն։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը ստորագրել են ավելի սահմանափակ հրադադարի համաձայնագիր։ Այն ներառում էր պատանների եւ բանտարկյալների փոխանակում, ռազմական գործողությունների դադարեցում, Իսրայելի մասնակի դուրսբերում եւ մարդասիրական օգնության ավելացում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Թրամփի ծրագրին, թույլատրելով Գազայում անցումային կառավարման մարմնի ձևավորումը եւ միջազգային կայունացման ուժերի տեղակայումը։
Հրադադարից հետո վերադարձվել են ողջ մնացած բոլոր 20 պատանները, ինչպես նաև ազատ են արձակվել հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալներ։ Սակայն օգնության շուրջ վեճերը շարունակվում են։ Համասը պնդում է, որ գազամուտք գործող օգնության բեռնատարների թիվը պակաս է, քան նախատեսված էր։ Օգնության կազմակերպություններն էլ հայտնում են կենսական անհրաժեշտ պարագաների պակասի մասին։ Մինչդեռ Իսրայելը հերքում է օգնության արգելափակումը եւ հայտարարում, որ կատարում է իր պարտականությունները համաձայնագրի շրջանակում։ Ռաֆայի սահմանային անցակետը Եգիպտոսի հետ շարունակում է փակ մնալ, մինչև վերջին պատանդի մարմնի վերադարձը։ Այդ ընթացքում Գազան շարունակում է մնալ ավերակների մեջ, իսկ բնակիչները կանգնած են մարդասիրական ծանր ճգնաժամի առաջ։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնում է երեխաների թերսնման բարձր մակարդակների մասին, ինչը խորանում է ջրհեղեղների եւ սանիտարական պայմանների բացակայության պատճառով։ Միաժամանակ որոշ բռնություններ շարունակվում են։ Պաղեստինյան զինյալները Գազայում սպանել են առնվազն 3 իսրայելցի զինվոր, իսկ Իսրայելի կրակոցներն ու Համասի դեմ իրականացված այդ գործողությունները Գազայի առողջապահության պաշտոնյաների տվյալներով հանգեցրել են շուրջ 400 պաղեստինցիների մահվան։ Թրամփի ծրագիրը նախատեսում է անցումային կառավարություն, որը պետք է վերահսկվի միջազգային խորհրդի կողմից Թրամփի գլխավորությամբ, իսկ հայտարարությունները սպասվում են 2026 թվականին։ Սակայն Համասը պնդում է, որ կզինաթափվի միայն այն դեպքում, երբ ստեղծվի Պաղեստինյան պետություն։ Հրադադարի ապագան մնում է իրականում անորոշ։ Իսրայելը նշել է, որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Համասը խաղաղ ճանապարհով չզինաթափվի։ Շատերը կարծում են, որ Թրամփի ծրագիրը երբեք ամբողջությամբ չի իրականացվի, եւ սառեցված հակամարտությունը կարող է շարունակվել անորոշ ժամանակով։ Չնայած Պաղեստինյան պետության միջազգային ճանաչմանը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բացառել է Պաղեստինյան պետականության հնարավորությունը։ 2026 թվականին սպասվող Իսրայելի ընտրությունները եւս մի փոքր հույս են տալիս նրա դիրքորոշման փոփոխության վերաբերյալ, բայց այս պահին, ինչպես ասում են, ամեն ինչ հստակ որոշված է։ Եվ վերջին լուրը այժմի համար Միացյալ Նահանգները հաստատել է Թայվանին 11.1 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքը, ինչը ամերիկյան զինատեսակների պատմության ամենախոշոր փաթեթն է կղզու համար։ Պեկինն էլ իր հերթին է ուժեղացնում ռազմական եւ դիվանագիտական ճնշումը Թայվանի նկատմամբ, որը Չինաստանը համարում է իր տարածքի մաս, իր մի դիրքորոշում, որը Թայփեյը ուղղակի կտրականապես մերժում է։ Գործարքը ներառում է 8 տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում բարձր ճշգրտության հրթիռային համակարգեր, որոնք լայնորեն կիրառվել են Ուկրաինայի կողմից ռուսական ուժերի դեմ։ Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով փաթեթում ընդգրկված են նաև հաուբիցներ, հակատանկային հրթիռներ, անօդաշու թռչող սարքեր եւ այլ զինտեխնիկայի համար պահեստամասեր։ Նախարարությունը նշել է, որ գործարքն այժմ պետք է ստանա ԱՄՆ օրենսդիրների հաստատումը։ Չնայած Թայվանի աջակցության հարցում Միացյալ Նահանգներում առկա է երկկուսակցական լայն համաձայնություն։ Պենտագոնը հայտարարել է, որ սպառազինության վաճառքը ծառայում է ԱՄՆ ազգային, տնտեսական եւ անվտանգության շահերին, աջակցելով Թայվանի զինված ուժերի արդիականացմանն ու վստահելի պաշտպանական կարողությունների պահպանմանը։ Վաշինգտոնը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունի Պեկինի հետ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է ոչ պաշտոնական կապերը Թայվանի հետ եւ հանդիսանում է կղզու ամենախոշոր զենքի մատակարարը։ Միացյալ Նահանգները օրենքով պարտավոր է Թայվանին ապահովել ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներով, թե նման վաճառքները մշտական լարվածության աղբյուր են Չինաստանի հետ հարաբերությունների համար։ Այժմի համար այսքանը, կհանդիպենք երեկոյան թողարկման ժամանակ։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։